Ջաղջախելու եմ, անհատապես ջաղջախելու եմ։ Կիևյանը փագա, մեգա փագա, Քյաբաբ եք ուտում։ Էլով է մեղավոր ես վիճակի համար։ Ժողովուրդը ընտրեց աղքատությունը։ Մայք Թայսոնը կայցելի ներքին չարբախ։ Հերյան ոնց կարային։ Ու նորից ջերմակ գիշեր ու միայն քեզ եմ ես վստահում գիտես ջերմակ գիշեր իմ սաղախնիկները Եթե դուք էլ չեք ուզում որ Նարեկը դառնա սիրված երկիչ երկչուհի, ապա միացեք մեր Patreon-ին, խնդրում եմ։ Ուղղակի չզսպեցի ինձ, սպորտքում էր։ Այո, ինձ երևի թե պետք են ամուր եւ հիմնովին արմատուրաներ, որ ես մնամ քաղաքական երգիծանքում, որտեղից ճարեմ տենց արմատուրան։ Կակրաս հենց այդպիսի արմատուրաներ ձուլում է GTB Steel արմատուրայում, բայց գերմանական տեխնոլոգիաներով։ GTB Steel, դուք էլ մի դարեք սիրված երկիչ երկչուհի։ Դե ինչ ընտրությունները մեծ հաշվով պրծան։ Բայց սոդեյում բողոքարկում են։ Հա, բայց նաև ընդդիմությունը արդեն ասում է, որ մանդատ չվերցնելը դա նիկոլական օրենք, այսօ մեծ հաշվով ընտրությունները պրծանում են խափում։ Իսկ ԿՊ-ն արդեն աշխատում է իր իմիջը պուպուշացնելու վրա։ Էդ ոնց։ Շատ դաղալ ձևերով, Սերգեյ, շատ դաղալ ձևերով։ Օй, ինչ համով մլուծիկ ասեց, մեզ կեսեն դրա փոլիկս ես դնես ու շատ փոլիկս ես Բայն հետի պուջիլը ինչքան համով է։ Ես պուջիլին նկատի ունեի։ Հա? Okay. Well, ես էլ ամեն դեպքում ընդդիմությունը եւս ստեղծված իրավիճակում տեսնում է դրականը։ Բայց մեկը չես կարողացել սահմանադրական մեծամասնություն վերցնել, то 50+1 չես կարողացել վերցնել։ Հիմա չգիտես Ալիևին ոնց բացատրես, որ սահմանադրական փոփոխություն ժողովուրդը չի ուզում իրականացնի, որ ժողովուրդը մանդատ չի տվել սահմանադրություն փոխելու Ալիևի պատվերով, չի ստացվում, դրանից էս տենց ցնցումների մեջ ընկել։ Սիրելի քաղաքացիներ, այո, դուք ձեր ընտրությամբ կանխել եք Ալիև Նիկոլ տանդեմի հերթական ծրագիրը սահմանադրության փոփոխությամբ։ Դուք բոլորը իրանց հաղթած են համարում, բոլորը նայում են բաժակին ու ասում են, կիսով լի է բաժակը։ Դե բայց ամեն դեպքում Աննա Գրիգորյանի վիդեոն էլ մի 5 անգամ ավելի լավը կդառնար, եթե մի փոքր պուջել մեջ օգտագործես։ Այո։ Բայց ամեն դեպքում այս պահի դրությամբ դեռ հին ազգային ժողովներ իր այն հին սաստավով, նենց որ ձեզ սպասում են դες որոշակի հին դեժավյույոտ դրվագներ։ Ցանկացած սպառնալիք պետքա ջարդուփշուր արվի հենց բնում։ Այդ սպառնալիքները անուններ ունեն։ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ եւ բելարուսամետ օլիգարխ։ Պետք է ջաղջախվեն իրենց բնում։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջաղջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջաղջախելու եմ։ Ջաղջախելու, որ 9-րդ պաշտոնական սեզոնն է ավելանում առնվազն Ռոբերտ Քոչարյանի եւ բելարուսամետ օլիգարխի մասով։ Բայց կա մի նոր սյուժետային գիծ, ավելանում է կալուգացի օլիգարխը։ Ճիշտ է։ Հիմա ինչ իրանք տենց սարսափած հետևում են այս ամեն ինչին։ Այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջաղջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջաղջախելու եմ։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, ես կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ Այս թրոլը մեն։ Թրոլը մեն ու հետնել արևմտյան ինչ որ պիղծ խմիչք են օգտագործում փոխանակ ինչ որ մի հացունց բայկալ ինչի չեք խմում։ Հիմա իրանց լիմոնադի ընտրությունը չի, հա, կարևոր։ Ինչ որ ասելիք ունեն Փաշինյանի այն ու համարյա սպառնալիքին Կամ Նարզան։ Չխի լավ են սպառնալիքին։ Երբ որ մենք եւ մեր ժողովուրդը ճիշտ կգտնի, կկանգնի ոտքի։ Դա կլինի մեկ անգամ ու կլինի վերջնական։ Եվ դա որոշելու է ժողովուրդը, ոչ թե փոքրիկ խմբակ։ Այդ ընթացքում 700,000-ից ավել ձայն հավաքած փոքրիկ խմբակը ինքը նախաձեռնեց ընդդիմության հանրահավաքը։ Մի քիչ սյուր չի հնչում ես նախ դες։ Այ հենց տեն սյուր օրերը նարս։ Անդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց։ Ես եմ կոչ անում։ Ասում եմ կալուգացի օլիգարխ Ռոբերտ Քոչարյան, այն մեկը բելարուսացի։ Ջաղջախելու եմ, անհատապես ջաղջախելու եմ։ Ու իրանց շոշափուկների եւ մետաստազների ջաղջախելու եմ հասցեական բոլոր հնարավոր միջոցներով։ Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի,
Հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք։ Այս process-ը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Մի րոպե, Նիկոլն է կոչանում, որ դուրս գան ընդդիմության կողմնակիցները։ Հա, այո, ու սա խորամանկ տրյուկ է իրականում, որովհետև եթե փողոց դուրս չգան, Նիկոլը դեպքում կասի, հա, տեսակ վախեցան փողոց դուրս չեկան, իսկ եթե դուրս գան, կասի, օհ, քեզ բերան, ասեցի ու դուրս եկան։ Բայց իրականում ոչ ոք փողոց նավիկ դուրս չի գալու, որովհետև Կիևյանը փագա, մեգա փագա ու դե աշխարհի առաջնությունն է։ Բարեբախտաբար նիստին ներկայ ընդդիմությունը ամբողջ կազմով ու մի լավ հարցակվեցին Փաշինյանի վրա շատ սուր հարցերով կմտածեք դուք։ Նիստերին ինչու չեք մասնակցում։ Այդպեսի որոշում է կայացվում։ Ով է կայացրել, պարոն Քոչարյանը։ Ֆրակցիան։ Ինչ նպատակով։ Դա էլ արդեն ֆրակցիան ինքնավորոշում ինչ նպատակով կներեք։ Բայց դուք ընտրողների առաջ հաշվետու չեք ուզում ասել մանդատ եք ստացել, չէ՞, նախորդ ընտրություններով 220,000 քաղաքացուց քվե եք ստացել։ Չեք ուզում գալ իրենց խնդիրները բարձրացնել, թե պատճառը ո՞րն է այս ծանր պարտությունը։ Շնորհակալություն։ Դե բայց արդարության համար իշխանությունը եւս չէ, կարար այս թեմայով առիթավորվեր ու նես լավ կծմծեր ընդդիմությանը։ Բայց չարեց դա։ Իհարկե չարեց դա։ Մուլտիտիեզերքի մեկը այլ Հայաստանում։ Մեր մոտ ամեն ինչ հին ու բարի ձևերով էր։ Դեռ մեկ ընդդիմությունը չկա, ինչ ուրախ եւ սիրո եւ համերաշխության մթնոլորտում է անցնում մեր նիստերը։ Ես խնդրում եմ մի վարքյան գնահատեք, էլի մեկ ինչ դոզավորված ենք ցույց տալիս Փաշինյանի ելույթները, որ հետո հանգարց չասեք, որ շատ էր նյարդայնացանք, բան։ Ու քանի որ կա մի քանի կտոր, որոնք չեն կարող ցույց չտալ, նախ մի հատ տրամադրությունը բարձրացնենք այն կտորով։ Եմ բուդիլը։ Հիմա վերադառնանք Նիկոլին։ Փաշինյանը մի քիչ էլ խաղադրույքները բարձրացրեց ու ասաց, եթե ընդդիմությունը դուրս չի գալի փողոց ու հեղափոխություն չի անում, կարող է ինքը դուրս գա։ Նորից ինքը մի անգամ չէր արել դա։ Հավեսի է ինքը փաստորեն։ Իշխանության բաժանում, բանամիջ հաստատ։ Եթե ընտրակաշարք տված եւ վերցած որևէ մեկը հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման օրը բանտում չլինի, սա հեղափոխության թեմա է։ Սա կոնկրետ հեղափոխության թեմա է։ Հեղափոխություն թեման այնա, որ եթե հաջողությամբ բաժանվել է ընտրակաշարք ու ոչ մի դատավճիռ այս առումով չի եղել, ում վրա է մունատ գալիս։ Մթոմ չգիտես, որ կան դատավորներ, որոնք նախկինից են, նախկինազավրաշվիլի են։ Նախկինազավր Ռեքս։ ամենամեծ կաշառատուն բան արել, բռնել արդարացվել է։ Ով է հավատում Հայաստանի Հանրապետությունում, որ ձրի է արդարացվել։ Ով է հավատում։ Ես այդ մարդկանց հրավիրում եմ թող հավաքվեն Ազատության հրապարակում կամ Հանրապետության հրապարակում։ Ասեն մենք հավատում ենք, որ մեծարգո Էսինչյանը ընտրակաշարքի գործով ձրի բան արվել, արդարացվել է։ Թող կանգնեն, ասեն մենք հավատում ենք։ Այս արդեն որերորդ երկրորդ հանրահավաքն է ինքը իր դեմ հրահրում։ Ու եթե կարծում եք, որ վերջինն է, ուրեմն դուք նոր եք ցիրկով զբաղվում։ Կառավարության նիստից դուրս եկա, ասեցի, տեսան հրապարակում մարդ հավաքված 500,000 փոքուց կամ բոնե անդիմության առաջնորդներից։ Նախ գուցե մարդ չկա, որտեվ սաղ քաղաքը կատվածահար է կարել, որտեվ Կիևյանը փագա, բայց вообще այս trolling-ը ձերը չէ, էլի դու ձեր նախարարությունով էլի parallel էլ, կստати, parallel այդքան ձերը չէր, մի խոսքով, մի արեք դա։ Սպասի, կարող է ջախջախում անդիմությանը պողպատե տրամաբանությամբ։ Փող չկա։ Կարծես թե ընդունեցին վարչապետի երեկվա կոչը, հաստատեցին, որ որևէ ձայն չի կեղծվել։ Что ты, черт побери, такое несешь, ու вообще վերցրեք ձեռքից այդ հեռախոսը։ Վերադառնանք բուն խնդրին։ Ոնց ստացվեց, որ մի ամբողջ ժողովրդավարության բաստիոն տենց էլ չկարողացավ դատավորների վեթինգը կատարի։ Դե տենց չեղավ, դրա համար ամեն հարց պետքա փողոց դուրս գալով լուծել։ Ընտրությունները կեղծվել են եւ Հանրապետության հրապարակները դատարկեն։ Էդ ում ձայնն է կեղծվել։ Ում ձայնն է կեղծվել եւ ոնց տենց բան հնարավոր է։ Ում ձայնն է կեղծվել, որ հիմի տանը հազար ներողություն, ես խոսում եմ լիդերների մասին։ Ձեր հետևորդների ձայնը կեղծվել, դուք տանը վերընկած եք։ Քաբաբ եք ուտում։
Քյաբաբը դա այդքան 2000-ականների սկիզբը, հիմա կա Pokeball, Smash Burger, Lavandovի Raf։ Հետո ընդդիմությունը եկավ ու բացատրեց, թե ինչու չի մասնակցել նիստին ու սուր մեգա սուր հարցերով չի քրքրել Նիկոլին։ Շնորհակալություն, Սեսին։ Ինչու չեք ուզում մեկնաբանել հաշվետու չեք, պարոն Գևորգյան։ Ես բավարար ոնց որ դե պատասխանեցի։ Լավ, Փաշինյանը խեր տես նյարդայնացած, եթե տես ջախջախել է ընդդիմության, չպետք է սենց ավելի սենց մի քիչ վերևից սենց քմծիծաղող մեջ խոսեր, հա։ Դա պարզվեց իրա խոսալու յուրօրինակ ոճն է, հեղինակային։ Փաշինյանը բան արեց, կորցրեց ինքնատիրապետումը, վրթովված, ես կրկոտ հռետոր եմ, հարգելի գործընկերներ, հիմա էլ կարելի է ասել, հիմա եթե մի քիչ ինձ հուզող թեմայի մասին խոսամ, էլի կրկոտ եւ երանդուն եմ խոսալու։ Որքան կրկոտ, լատինամերիկյան սերիալի Ռոդրիգոյի նման կրկոտ է Վլադիմիր Ժիրինովսկի օդ կրկոտ։ Ցանկացած բոլոր կենցաղային հարցերում շատ կրկոտ է, նույնիսկ ելակ առնելուց։ Եղբայր ջան, ես ելակը մի հատ կկշռես, մի վարքյան, ես մեկը խիա երա գլխանի ես ելակ, հեն ախպեր, բարև եղբայր, դոխը չես զոհվել, ես ելակը ամեն դեպքում կվերցնեմ։ Կամ շունա տեսնում եմ Վագն Ալեքսանդրի Պուտինին, եղբայրից լավ շուն ես, բախր չես զոհվել, ինչի չես զոհվել։ Ընդ որում հիմա ասում եք այ ընտրություններից արդյունքներով էսպիսին հետ գնացեք մի տարի առաջ ես այդպես էի խոսում, 2 տարի առաջ ես այդպես էի խոսում, 10 տարի առաջ ես այդպես էի խոսում, 15 տարի առաջ ես այդպես եմ խոսում, ես այդպես եմ հաղորդակցվում։ Եկեք բոլորի նյարդերը խնայինք ու հետ չգնանք։ Հա, էլի մենակ այս օրերի վրա կենտրոնանանք։ Ու բանը, ձայները կեղծված են հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվում։ Մենք ընդդիմադիր չենք եղել, ձայները որ կեղծված են եղել, մենք հաջորդ օրը չամադաններս հավաքած օդանավակայանում ենք եղել։ Ում ձայնն է կեղծված, ասում եմ, դուս եկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է։ Դուրս եկեք հրապարակներ։ Այնքան ասելու դուրս եկեք հրապարակ, որ հրապարակ դուրս գալն էլ կհամարվի նիկոլական օրակարգ։ Հա, աշե, զգացել եք ինչքան դժվար է նավարկելը մեր հայկական քաղաքական իրականության մեջ։ Նայեք, մանդատ վերցնելը լեգիտիմացնում է Նիկոլի ընտրությունները, մանդատ չվերցնելը ըստ ընդդիմության արդեն նիկոլական օրակարգ է, ունդե արանքը միացած նեղ ճանապարհեր կարևորը կարելի է sense անցնելը ճանապարհը, դա բարձում է Կիևյաններ, որը նավիկ փագա։ Ինչ թվում է, եթե մարդիկ դուրս գան ի վերջո փողոց հեղափոխություն անելու, պատճառը կլինի Կիևյան մոստի վերանորոգումը, որովհետև ըստ Նարեկի գրած էս կտորի մարդիկ այնքան տուպո են, որ չեն ուզում վերանորոգվի փչացող կամուրջը։ Իրանք ուզել ոչինչ, թող սաղыз մեռնեն կամուրջի վրա, բայց հանկարծ մեր կողմից չփակ։ Չասա, կենտրոնանանք օդանավակայանի այդ դրվագի վրա։ Вообще, օքեյ, որ հատուկ ծառայությունները դες նկարեն մարդկանց երելքու դուրս, դες տարածեն ապաշխարա։ Ինչ ասում ժողովրդարության բաստիոնների փորձը այս հարցով։ Ածա աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիանը կուզի կարտահոսի, կուզի չի արտահոսի։ Ինչ խնդիր կա դե։ Այն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն դա այդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն։ Երբ որ այդ որոշումը կայացնեն մարդիկ, որոնք դրանք իրավասությունը չունեն եւ հասանելիություն չունեն, դա արդեն օրենքի խախտում է։ Երևի ամեն դեպքում աշխատակիցը չէ մի ամբողջ կառույցը լավ կլինի որ դա որոշի անել թե չանել, բայց հարցը ավելի շատ այն իմաստով էր որ արդյոք օքեյ է որ մի քաղաքական ուժին շատ նպատակահարմար վիդեո հանկարծ արտահոսի ու տարածվի, ինչը вообще նպատակահարմար չի այլ քաղաքական ուժի համար։ Այս բաստիոնա վարի չէ էլի ոնց որ ԱՑ-ն բոլորինն է, էլի։ ԱՑ-ն եթե ինչ-որ տեղեկություն կամ տեսանյութ է տարածում, սովորաբար եւ պաշտոնական էջով է տարածում եւ մենք որպես լրատվամիջոց հասկանում ենք, որ դա պաշտոնական տեղեկատվություն է։ Չենք ընկնում համացանցից եւ պեղում ենք ինչ-որ տեսանյութ կամ գտնում ենք իշխանական լրատվամիջոցներ եւ հասկանում ենք, որ այդպիսի տեսանյութ է տարածված։ Այս մասով եւ օրինակ ԱՑ-ն կարող է ինքնուրույն առանց ձեր հրահանգի, ձեր ելք ու մուտքի ժամանակ նկարահանել ու տարածել։ Իմ գնալ գալը ԱՑ-ն կարա թողարկի, եթե օպերատիվ անհրաժեշտություն գտնի, այո կարող է թողարկի։ Եթե գտնի օպերատիվ իմն է, ցանկացած մեկինն է։ Հա, բայց ուղղակի միջև մա չի գտել նման անհրաժեշտություն։ Ինչ է ասում ընդդիմությունը, պատրաստ է նոր մարտահրավերներին։ Սամվել Կարապետյանը ուղղակի երկրորդ մասում, բայց միավորման կոչ անում ընդդիմությանը, բայց Իշխան Սաղաթելյանը ընկնում է առաջ արդեն այս առաջին մասում արմկոմեդի եւ ինչ անում։ Ասում է որ արդեն արել են։ Գաղափարը որը
առաջարկվել է, մենք ամբողջությամբ ոչ միայն կիսում ենք, այլ այդ առաջարկով դրանից առաջ եւ բազմաթիվ անգամ հանդես եկել ենք։ Հետևաբար ողջունելի է այս նախաձեռնությունը։ Դուք երբեք միասնականության առաջարկով հանդես եկել։ Հակառակը դուք ասում եք, որ մեկ գումարած մեկ անպայման չի, որ երկուսը սիներգիա կարա չլինի, չգիտեմ, առանձին գնանք ավելի լավ ասեն ծնելու։ Այդ ընտրություններին բեմբո իսկ հետ ընտրական զարգացումներում միշտ մեկը գումարած մեկին մինիմում 7 անում, այնպես որ միանգամից ներխուժենք երկրորդ մաս, այնտեղ մեզ սպասում է արդեն վաղուց Համբել Կարապետյանը, Մայք Թայսոնը եւ Իսրայել Հակոբ Կոխյանը։ Բայց մի րոպե էլի, ոնց որ 8-րդ գումարվան ազգային ժողովը ավարտվում է, սիրուն չենք ճանապարհում, այդքան նյութ է։ Ճանապարհենք։ Ամփոփելով այս ազգային ժողովում 5714 անգամ հնչեց Պապլավոկ բառը, 2910 անգամ հայմատություն Թուրքի հետ, 46 ժամ չգիտես խի նվիրվեց Սիմոն Վրացյանին, լիքը գեղեցիկ պլաստիկ վիրահատություններ տեղի ունեցան ու ոչ միայն կանանց մոտ։ Կկարոտենք այս ազգային ժողովը։ Կկարոտենք, չնայած ինձ թվում է այդքան չի փոխվելու, որ շատ կարոտենք, իսկ դուք մնացեք նույնը մեզ հետ։ Շոքա չէ, մտածում եք օթորակիչի մասին, դե ուրեմն գրի առեք այս հույժ գաղտնի ինֆորմացիան։ Դոմուսը բոլոր շոքող մարդկանց համար լուր ունի, եկեք ասեմ։ Մինչև հունիսի 30-ը 15% զերծ բոլոր TCL օթորակիչների վրա, հովանալը դառնում է ավելի մատչելի։ Իդեպ, Դոմուսը TCL-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում, այնպես որ սա շատ լավ առաջարկ է։ Այցելեք մասնաճյուղեր, զանգահարեք 8133 կարճ համարով կամ մտեք domus.am կայք։ Եվ այսպես բարեկամներ, ինչ մեղքս թաքցնեմ, ես ամբողջ կյանքս ապրել եմ մտածելով, որ Մայք Թայսոնը երբեք չի այցելի ներքին Չարբախ։ Անկեղծ ասած ինձ էլ ամեն անգամ որ հարցնում էին արեք, ինչ ես կարծում, Մայք Թայսոնը կայցելի ներքին Չարբախ, ես միշտ ասում եի, թե չէ, երբեք չի այցելի։ Միամիտ Նարեկ եւ Սերգեյ։ Մայք Թայսոնը մեր ներքին Չարբախի այգում։ Դե ինչ օրվա ֆանտաստիկայի դոզան ստացանք, իսկ հիմա խմենք Մայք Թայսոնի կենացը եւ քանի Միկի Ռուրկը չի այցելել Մալացիա Սեբաստիա, մտնենք պոլիտիկա։ Լավ, բայց ուղղակի որ սաղս նույն էջի վրա ալնենք, հասկանում ես չէ՞ որ դա AI-ով է։ Մի խլի ինձ Մայք Թայսոնին Չարբախից։ Մի խլի Չարբախում էր, հետո մտան նոր արեշ, հետո տեցիկ ռուգում մի հատ թեթև բազար արեց։ Անցնենք առաջ, ուժեղ Հայաստանը հանդես եկավ ասուլիսով եւ ունի մի հատ լավ լուր, մի հատ վատ լուր։ Սկսենք լավ լուրից։ Անկամ այսքան ապօրինություններից հետո, ընտրակեղծիքներից հետո մի ամբողջ կուսակցության, Բարգաչ Հայաստան կուսակցության 50,000-ից ավել ձայների գողությունից հետո իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե Հայաստանում Ալիևի պահանջով։ Ալիևի սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացնել։ Իդեալական քակ սրտի մխիթարանք։ Գուցե ուժեղ Հայաստանում չապրեք, ինչպես խոստացել ենք, բայց զատո Սերժի սահմանադրությունը փոխել չենք թողնի։ Իսկ են 300,000 ադրբեջանցին գալու են։ Այդ արդեն վատ լուրն է, դրա մասին Նարեկը բան չասեց, բայց մեկը տե եկավ, այսինքն մնաց 299,999։ Իսկ մինչ դուք լռում եք դրա մասին, կան մարդիկ, որոնք չեն լռում այս թեմայի մասին։ Հայաստանի ամենահոգեպես առողջ եւ հագնված ակտիվիստը։ Խնդրում եմ ֆիքսել, որ այս կինը շորով գիժ չի։ Շատ հստակ է եւ ընդհանրապես абստրակտ չէ այն, որ ամբողջությամբ լցնում է Հայաստանը թուրքերով եւ Եվրոպայից դուրս բերված ապօրինի միգրանտներով։ Shit, մի հատ էլ Եվրոպայից միգրանտներ են բերելու, եթե հավատանք ես ակնհայտորեն հոգեպես առողջ կնոջը։ Մի հատ ամփոփենք, այսինքն 300,000 ադրբեջանցի փախստական էդի հաստատ գալիս է, պլյուս 2 միլիոն սիրիացի փախստական Եվրոպայից, էդի գալիս է մեկ շնչին ընկնող մարդակ դետե իդիցի նույ։ Բարեբախտաբար ընդդիմությունը չի հանձնում եւ սկսում է շատ կարեւոր նախընտրական գործընթաց։ Պարդոն, նախընտրական։ Դե այս ավելի շատ ոնց որ ընտրություններից առաջ էր ուզվում։ Ես հայտարարում եմ
ընդդիմադիր ուժերի համախմբման process։ Լավ է, ուշ քան երբեք, Բայց հասկանալ որ մի քիչ ուշ է ոնց որ հայտարարում դա։ մի քիչ Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, Դե ոչինչ, որ մեկս չի սխալվել երկիրը փրկելու ակնհայտ հաշվարկների մեջ, բայց կարևորը, որ Նիկոլը չի կարողանա փոխել սահմանադրությունը։ Բայց ոնց որ հոպարը չի նայում Նարեկի ելույթները։ պետք է անենք առավելագույնս ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում չտանք հնարավորություն Փաշինյանին միանձնյա կառավարել, միանձնյա ընդունել Ալիևի բոլոր նարատիվները, միանձնյա ընդունել մեր երկրի համար շատ վտանգավոր սահմանադրությունը, Անդեղ մեր ուժեղ զարմիկը ասեց, որ չի փոխվելու սահմանադրությունը, որտեղ դաբից հա է եղել, էլ շփվեք իրար հետ էլի։ Կարող է սխալ են հասկացել Նարեկին։ Իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե Ասողին լսողա պետք։ Պարզվեց նաև, որ ուժեղ Հայաստանը ընտրակաշարք չի բաժանել։ Կարապետյանը անհերքելի ապացույցը հանեց եւ դրեց սեղանին։ ով մեր կուսակցության կողմից ընտրակաշարք թեկուզ $100 բաժանել է, նա Նիկոլ է։ Բայց ինչի թեկուզ $100։ Որտեւ ամենափոքր թիվը, որ Կարապետյանի մտքով կարա անցնի, այդ $100-ն է։ Լավ, գնացինք առաջ, ինձ թվում է ինչպես եւ նախորդ առաջնորդների դեպքում, այնպես էլ Կարապետյանի դեպքում ուղղակի իր ջեբը գցել են մի շատ անհաջող ժողովուրդ։ Բայց մեր ժողովուրդը ընտրեց աղքատությունը, ընտրեց հանձնվողականությունը, մեկ օրվա իր օգուտի համար նորից շատերը ընտրեցին Ալիևի մարզպետին։ Ոչ բոլորը, ընդամենը այն մի 720,000 քանիսնա ծախված անհաջող ու Ալիևի կողմնակից։ Ոնց որ լավ համերաշխություն սփռող ուժեղ առաջնորդ ունենք։ Լավ, իսկ հիմա ամենակարևորը մանդատները վերցնում ենք։ Ինչ վերաբերվում է մանդատների վերցնելուն, մենք դեռ ժամանակ ունենք, մենք հիմա բողոքել ենք սահմանադրական դատարան։ Ինչ որ բանից հուշում է, որ եթե ՍԴ-ն ԿՊ-ի հետ որոշում կայացնի, երևի կվերցնեն մանդատները։ Դեռ հստակ որոշում չկա։ Որոշում չկա, բայց կա վտանգ, որ ԿՊ-ն ընդդիմությունից մի քանի հոգի կկարողանա պոկել եւ անցկացնել սահմանադրությունը։ Սաթիկ Սեյրանյանը մի փոքր ավելի նուրբ եւ պոլիտկորեկտ ներկայացրեց ուժեղներից падգամավոր պոկելը։ Շատերի մտավախությունը դուք եք լսել այդ մասին, որ ԿՊ-ն կարող է, ինչպես ադրբեջանցիներն էլ ասեն, այդ 7-8 կամ 9 ձայնը անասնագողություն տերմինը մեր քաղաքական միջավայրում արդեն շատ ակտուալ տերմին է, որ կարողանան վերցնել։ Բլին արա։ Դե պատասխանեք Տիկին Սեյրանյանի շատ կորեկտ հարցին։ Կարող է ձեր ուժից ինչ որ մի քանի անասուն գողանան, որպեսզի ապահովեն ձայները։ Բարեբախտաբար ազգային բայրարը շատ կուլտուրական մարդ է եւ անասնագողության հարցից պատասխանեց մանդատ վերցնելու տեսանկյունից, որից երևաց արդյոք վերցնելու են մանդատները թե չէ։ Ինչ վերաբերվում է մանդատներին վերցնելուն, ես արդեն բացատրեցի, իհարկե Փաշինյանը եւ իր կողմնակիցները չեն ուզի մենք մանդատ վերցնենք։ Դե եթե Փաշինյանը կուզենար, որ չվերցնեք մանդատները, նշանակում է, որ Փաշինյանին ինադու ինչ կարելի անել որպես հակառակ Փաշինյանին։ Վերցնել մանդատները։ Բոմ, նույնիսկ Նարեկը կրահեց, իսկ մեզ պետք է մի փոքր դետոքս, մի հատ թեթև, մի հատ թեմա, որը մենք ունենք։ Հայ գիտնականները բացահայտել են անգլերեն սովորելու նոր ձև, երգելով։ Meat, bread huts, bread huts. Egg do. Rice buttons. Էս ինչ էր։ Բրիտանացի գիտնականները դեռ չեն պարզել, այդ ինչ են հայտնաբերել հայ գիտնականները, նենց որ անցնենք առաջ։ Էլով է մեղավոր էս վիճակի համար։ Ես դրա համար ասեցի, Այսինքն ժողովուրդը ճիշտ է, պատրաստված անել ժողովուրդը ընտրեց աղքատությունը։ Ժողովուրդ։ Արա դե չի սիրում հարստությունը ժողովուրդը, զորովա։ Не любят։ Լավ, հիմա երբ ժողովրդին ստորացրեցինք, վիրավորեցինք, քաք մեջ արեցինք, կարելի է հրավեր ժողովրդին համապետական հանրահավաքի։ Ուստեղ այս հանրահավաքի համար ինչ ասես, ինչ ուժեղ ու վստահելի անուն է պետք։ Մենք
միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ես ցանկանում եմ կոչենք ուժեղ եւ վստահելի հանրահավաք։ Ոնց հանրահավաքը կկոչես, այնպես էլ կլողա, ուստեղ ռեժիմը էլ շանս չունի։ Իսկ այդ ընթացքում ինչ Մայք Թայսոնի AI-ը մագլցում է ներքին Չարբախի բացատներով, I guess, այդ ընթացքում մեկ այլ բոքսի լեգենդ հացա դոլարանում կհեի դիմաց։ Ձեզ օրինակ քաղ հասարակության ներկայացուցիչներից եկել այցելել են այս 3 օրերի ընթացքում։ Քաղ հասարակությունը ո՞րն է։ Մեր Էդ ով է։ Այդ հрьян ոնց կարա ինձ մոտիկ անա։ Նրա գլխի ձևը տեսել եք ոնց։ Իսրայել Հակոբ Իսրայելը իսան չի սիրում հրեաներին։ Իսկ ում գլուխն է տենց մի տեսակ։ Գլխի տեսակից բանից ներևում է որ հայ չի, հետո ինչ Իոնեսյան է։ Իոնի տղեն է, Հրեաստանից ուղարկած բաներ են։ Ouch, Դանիել Իոաննիսյանի գլխի ձևից է դժգոհ Իսրայել Հակոբ Կոխյանը։ Արի լրիվ անկեղծ ելնենք, նես չի որ ես գոհ Դանիելի Իմ ուշքով չի գնում իր գլխի համար։ Այդ ձեռքերը ուրիշ։ Իսրայել ասում է Հրեաստան, այսինքն ամեն ձև խոսապում է Իսրայել բառից, Իսրայելը։ Հակոբ Կոխյանը նաև շատ ինքնակնդատ մարդ դուրս եկավ։ Վայ ես ընձի նայում եմ, զգում եմ, հասկանում եմ, հայլու մեջ ես ինձ տեսել եմ, հասկանում եմ, որ կապիկի նման եմ բան, իսկ Դարվինը դրա համար ասեմ մարդ կապիկից առաջ։ Դարվինի տեսությունը 3 վայրկյանում, պարապարապամ։ Իդեպ քիչ հայտնի փաստ, բայց Իսրայել Հակոբ Կոխյանի կողքը 50 մետր շարավիղում երբեք չեն մոտենում Հակոբները։ Ինչի՞։ Ես խիչ եմ երբևէ մոտենում Սերգեյ Կոխյանի ազգանով մարդկանց։ На всякий չեմ Իսրայել ешутит։ Բայց շեղվենք։ Ծառուկյանը իմացավ, որ Հակոբ Կոխյանը իրեն աջակցող ակցիա է անում եւ ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։ Որ բան Ծառուկյանը շատ անհանգստացած է ձեր առողջական վիճակով, հիմա այստեղ եմ զանգելու, ուզում եմ ձեր վիճակով, ձեր որպիսությամբ հետաքրքրվի պարոն Ծառուկյանը, որտեղ մտահոգված է շատ։ Հայ ազգի առիթ եղբայր։ Heç մի անհանգստացի, արա չէ, ապեր շատ ուժեղ եմ, շատ հզոր եմ։ Ջերմ զրույց երեքով Կարտինա Ռեպինը, Ծառուկյան, Հակոբ Կոխյան եւ Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Ցավոք Մայք Թայսոնը այդ պահին ներքին Չարբախում էր, թե չէ հաստատ կմիանար զրույցին։ Բայց միթե ավելի տրամաբանական չէր լինի, որ եթե ակցիան Ծառուկյանի համար էր, Լուկաշենկոյով էր Մայքեն։ Կարևորը դա չի, կարևորը ջիգարն է։ Ես բաց խնդրած ունեմ քեզ։ Եթե բանա ես գայտես, եթե չգաս, գալ եմ ես քեզ կերկեմ, անեք։ Չէ։ Ինչ չէ, պարոն Հակոբ Կոխյան։ Բայց Իսրայելը ինչ որ պահի պատկերացրեց, ոնց է Ծառուկյանը գալիս ու իրան գրկած տանում եւ Չէ, դուրս եմ գալիս, իմացի որ քո ասածը իմ համար արժեք ունի։ Այսենց որ չոտկի բացատրում է Հակոբ Կոխյանը ամեն ինչ հասկանում է։ Անցնենք առաջ մեր ավանդական նախորդ թվարկման սխալների ուղում էջը։ Նախորդ հաղորդման մեջ մենք ահագին մունատ եկանք Ուկրաինայի վրա, որը ենթադրաբար հետ էր ուղարկել մեր բիբարները։ Մենք մունատ եկանք։ Okay, ես էի տեսել այդ լուրը, ես էի գրել այդ կտորը, իսկ Արմատ մեդիան պարզվում է սխալ լուր էր տարածում։ Հիմա նորմալ հանգիստ գիտեմ ինչ եք մտածում, էս ինչ դու Պոյան Արեկը կոստյումով Միկի Մաուս շորով գիշ, բայց չէ, նա մեղավոր չի, ու вообще շատերս են երբեմն միամիտ լինում, եւ Նարեկը միակ Նարեկը չէր, որ հավատացել էր Արմատ մեդիային։ Մենք այսօր պետք է լինեինք վերին Լարսում եւ ներկայացնեինք, թե ինչ խայտարակ իրավիճակ է հայկական բեռնատարների եւ գյուղմթերքի արտահանման հետ։ Արմատ մեդիայի հետ համատեղ պրոյեկտ է, բայց սահմանապատ ծառայությունները մեզ տեղեկացրին, որ իմ այցելությունը այնտեղ արգելված է եւ սահմանափակում դրեցին իմ վրա։ Արմատ մեդիան դա կանի։ Ջան, դե մի անգամից Ուկրաինա գնայիք այդ բիբարների վերադարձը նկարելու։ Դեռևս մենակ ես չեմ վստահել Արմատ մեդիային։ Հանեց որ Ուկրաինայից ներողություն եմ խնդրում, ես վստահ եմ որ մենք մեր բիբարները, եթե ուղարկենք, իրանք սիրով մեր բիբարները կընդունեին, առանց կթիմազություն անեն։ Вообще կիևցիքին գիտեք ինչ են ասում։ Բիբար կրծող կիևցի։ Մնացեք մեզ հետ։ Կիևյանն է բացել։
Իսկ գիտեք, որ Fast բանկում փոխանցումները ոչ միայն fast են, այլ նաև շահավետ։ Fast-ի մասնաճյուղերում կամ Fast Mobile-ով միջև տարեվերջ բոլոր Swift փոխանցումները լինելու են առանց միջնորդավճար բանկի համար ընդունելի բոլոր ուղղություններով։ Ինչը դուր կգա բոլոր Swift թողներին, որտեղ Swift-ի սակագները բոլոր տեղերում հիմնականում շատ բարձր են։ Ինձ հենց դա էր զերծ պահում հաճախ Swift-ելուց։ Գիտեմ, իսկ հիմա մի հապաղիր, Swift-իր, կարող ես այցելել մասնաճյուղ կամ Fast Mobile-ի հավելվածով, Swift-իր եւ Swift-իր։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում առաջարկում ենք դիտել օրվա վիդեո բոցը։ Եվ երբ որ քայլում եմ փողոցներով ու տեսնում եմ հայ կանանց կուզիկ մեջքերը, որովհետև այս ամբողջ ծանրության տակ մենք խեղճացած ենք, ես հենց դրա դեմ եմ պայքարում։ Ուրա կորել Ռոբերտ Ամստերդամը։ Վաթեր ատարել Ամստերդամում վաճառի։ Բոմ։ Արա, բայց այդ մարդը ճղվում էր եկեղեցին, Կարապետյանը, բան, ու մեկն անհետացավ։ Դու կարոտում ես Ռոբերտ։ Իմոց ստեղծում է տպավորություն, որ ինքը զուտ փողի համար էր պաշտպանում մեր եկեղեցին, այլ ոչ թե ինքը։ Ոչ, դու ուզում ես ասես պրոստը տենց ալտրուիստական մղումներով, չէ՞։ Դե դատելով իր էմոցիայից, իր հուզմունքից հենց տենց էր, բայց ես մտա իր էջը, տենց Amsterdam and Partners։ Մետադակտիա, իր էջի վրա ինքը Հայաստանի մասին ինչ որ բան ասում է, նիխու fucking ընդհանրապես կզատո գտա իր երիտասարդ վիդեոն, որ ինչ որ բան ցույց կտանք, Ջոնա Հիլնա, ու այդքանը կասեմ առայժմ։ Պատրոններին կարեք ցույց տանք։ Պատրոններին եկեք ցույց տանք։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։